Սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ բարի լույս, բարին բոլորիս օջախներում, բարին բոլորիս սրտերում, երեգետա, լիքը լավ հավեսով գործեր արի, հետո անցա Պահուստային ֆոնդիս, ես չգիտեմ ձեր հետ տենց առնեմ թե չէ, իմ հետ հաճախակի առնեմ, ու մեկ են, որ ուզում ես ցեցը ջանը տանգնեմ, ու ուզում ես սպասքը փոխես, ինձ թվում է սրան կհիշեք, ինչը որ հանում եմ, նվեր եմ ստացել, ձեզ էլ ցույց եմ տվել, այս որ չես եմ նվեր ստացել, պահում էի, որ վերև սպիտակ խոհանոց ունենամ, իրա հետ օգտագործեմ, բայց ցեցն ընկել է ջանս երեկվանից ու ինձ դադար չի տալիս, ասում Անահիտ, այսօրվա գործը վաղվան չեն թողամ, այս էլ մենակ տուփը, ինչքան սիրուն է իրա հավես, շումը չկով, մի խոսքով, այս որ այս պահին ավելի շատ է, հա, ինձ պետքը, եթե անկեղծ, ես էլ սիրում եմ անկեղծությունը, հենց տիկին Գայանս ցույց տվեց, շատ հավանեցի, համ էլ սրանից շատ ունեմ, շատ, քանի ձևի, էլի զուտ նվեր ստացած, ոնց որ ծովին արնային սրանից նվեր տվել, մի խոսքով շատ նվերներ կա, այսա մի հատ անձեռոցիկ բերեմ, սիրելի հետևորդներն Քանի որ կտրտած մի իսկ կամ չգիտես թե ինչ չեմ դնելու, այս պահին մի հատ սենց սրբեմ, սրանց արդեն կլվանամ ու հիշում եք, չէ, որ ես Երևան դարձած իմ երեգունից սենց քաղցրեղ եմ էի բերել, եկեք ամեքից մի քիչ լցնեմ, բայց Ալեքսի աչքից հեռու, որովհետև սկսել է շատ կոնֆետ ուտելը, ինչին որ ես կոնկրետ դեմ եմ, որովհետև քաղցրը այդքան պետք չի էլի, այս թող սենց դնի, չգիտեմ, որ պահով մամայի սրտով չէ լավ, բայց ես ուզեցի տատակ եմ, կոնֆետները սենց շարեցի, սիրելիներ ջան, ասում եմ պուչ ուրվաղ ինչքան, դու ինձ մաս կոնֆետ առած կդնես, ունի հեղսը իմնա, են էլ ինչ անեմ, որ ոյ մեր աջան, այսեն այսեն սարը տեսականի եմ վերցրել, կոնֆետների աշխարհը, Այսի կոնֆետիկները, մի այսքան կոնֆետի հետ, ինչ ամենում ինձ, ես թողում որ բացվի, դեմքով ձեզ բարի լույս ասեմ, ու այս քաղցր ափսեով իմ շնորհակալությունը հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր երեք իմ համար այդքան անհանգստացան,
Դուք չեք պատկերացնի, չգիտեմ, բառերս չի հերիքի, որ ես նկարագրեմ իմ որ ուրախությունից, ձեր անհանգստությունից, ձեր խառնվել էի իրար մի խոսքով։ Սանգապավի, բայց ոչինչ, որովհետև գրառումը կարդում եմ մեկը մեկի հետևից, Անայր ջան, ոտքերդ, քեզ խնայի ոտքերդ, անգամ շատ մարդիկ անձնականով էին գրել, ինչ ամ, 2 կոպեկ տուր, թող լվան, սենց բաներ, այ ձեր ցավը տանեմ, համաձայն եմ գտամ, ի սկզբանե ամուսինս էլ էր ասում, դու դրանց չլվաս, տուր թող լվան, գիտեք, բայց ես մարդկային եմ, տեսակն եմ, չեմ սիրում հանձնվել, չեմ սիրում, ես միշտ ասել եմ, եթե ես հանձնվեցի, դա իմ վերջին ժամերն են, չեմ սիրում հանձնվել, ատում եմ, անգամ այդ բառը, որ արտասանեմ, այդ բառը ատում եմ, չեմ սիրում, իմ կյանքում շատ կոֆեստերի դուք էլ դրեք, շատ պայքարների մեջ են մտել, տարբեր առումներով, տարբեր բնագավառներով, մինչև այս պահս էլ ես պայքարում եմ, որովհետև կյանքը պայքար է, նայածում համար ինչ ոլորտում, բայց եկեք համաձայնենք, որ կյանքը պայքար է։ Վաղուց էլ լիմոնի ջուր չէի խմել, այսօր նորից սկսեցի խմելը։ Երբ որ ձեր այդքան գրելուց հետո ես նայում եմ, դե փառք Աստծո, հագուստս այն ձևի էր, որ ես գիտեի կռանամ, վեր կենամ, իջնեմ, բարձրանամ, ձեր ասած չոքեմ, վեր կենամ, ոչ մի անհարմար շարժում չեմ անելու, որ հետո ես նայեմ, ես գիտակցում եմ, որ այո, դա դրել եմ համացանց, ուրեմն կարայի ավելի բաց հագուստ հագնեի, արևն էլ տժժուցնում էր, որ չշոքեի, բայց քանի որ իմ տեսանյութը գտնվում էր համացանցում, մենք էլ հայ ենք, կին ենք, չի կարելի, կինը պետք է միշտ իրան կոռեկտ ու նորմայի մեջ պահի, ինչևէ, երբ որ այո, նայում էի ոտքերից, մեկը էլի չեմ հանձնվելու, ճիշտ էլ նկատել էիք, որ ցավոք սրտի, ոտքերից վիճակը լավ չի, ու սենց ոնց որ մեկը միաբերան, ոնց որ սենց սաղըտ նույն բանն եք ինձ ասել, այն որ հոգուս խորքից հետ շնորհակալ եմ, բառերս ու զգացմունքներս չի հերիքի, որ ձեզ ասեմ ապրեք դուք, քանի մարդ դիմացինի համար անհանգստանում է, քանի մարդ հուզվում է, ուրեմն ամարտկային վեհ արժեքներ ունի, եւ ես չեմ ամաչի ասեմ, խոնարհվում եմ իմ այն ձևի բաժանորդների առաջ, ովքեր պահպանում են մարդկային վեհ զգացմունքները, շնորհակալ եմ ձեզ, այնքան եմ ուրախանում, որ այս դառն ու դաժան աշխարհում մարդ ենք մնում, չենք չարանում, մեկս մյուսին չենք վիրավորում, չենք հեգնում, ընդհակառակ, մեկս մյուսի համար ցավում ենք, սիրելի հետևորդներ, ջան ու ջան, մի խոսքով, խալիներից մեկը դարավ 2, երկուսը դարավ 3, սաղ լվացել եմ, այ որ այդ արագությունով, տեմպով, սենց արագ վազելով մի հատ էլ բրդերի հետևից ընկնեմ, չէ, այ սենց աղջիկ կդառնա, որովհետև, բայց երեկվանից զգում եմ, որ այն չեմ, էլի չեմ ուզում ասեմ, լավ չեմ, ես չեմ, լավ եմ, փառք Աստծո, ինչի՞ չէ, արթնացել եմ, զարթնել եմ, տուն ունեմ, ամեն ինչ ունեմ, օրվա հաց ունեմ, ոնց չասեմ, լավ չեմ, այ սենց լավ եմ, փառք Աստծուն, փառք Տիրոջը, ուրիշ ձևի ես չեմ կարա, դրան արտահայտվեմ, հոգնածությունա կանցնի,
թող միշտ հոգնենք տենց լավ գործերից, տենց լավ բաներից։ Ես կարայի տայի լվալու փառքաստու։ Ճիշտ է, մի քիչ շատ եմ վերցնում, բայց կարևորը ոնց են ասում, դաժե մի կանել էր ասում, որ տուր լվալու թաքու բանը չի, էլ առաջ բանը չէ, սենց ծիծաղելով։ Բայց գիտեք, չեմ սիրում հանձնվելը, չեմ սիրում, ատում եմ, անգամ այդ բառը, որ ես բարձր ասում եմ, ատում եմ, չեմ սիրում։ Մի խոսքով, հենց դրա համար էլ, սիրելիներ ջան, ես չլված չուղարկեցի, Ասիանայ ջան, դու լվա ջահելությունդ հիշի, եկեք լա հիշենք էլի, մեր տները լվանում էինք երիք չի, տատու պապի տները մել էինք լվանան, չգիտեմ, ես մինչև այս օրս ու այս ժամս ու այս պահս էլ միշտ ուր գնում եմ ուզում եմ ձեռս գցեմ մի լավ բան անեմ, որ մարդ եմ էլի, ինձանից հետո ինձ միշտ լավով հիշեն, ոչ մի անգամ ինձնից վատ բան չհիշեն, եթե պահի տակ ինչ-որ մի վատ բան էլ արած եմ եղել, դա բոլորի հետ էլ պատահում է, ընթերի մարդ չկա, այդ լավ է այնքան անես, որ վատին գաս հենց լավ հավեսով ծածկի խեղդի տրորի կորցնի գնա, այդքան բան սրտիկներ ջան, չեք պատկերացնի, ես փոքր երեխու նման ուրախացել էի ու երևի հասկացողը կհասկանա, էլի ես հենց նստեղը չեմ ասում, հող չեմ կարա մշակեմ, ժողովուրդ իրոք առողջությունը լավ բան է, առողջությունը պահելու պահպանել է պետք, ես չեմ պահել, ասում է իհա, ինչ կա որ, իհա, կցավա կանցնի, դեղը կա, դեղ կխմես կանցնի, այս հենց բաններ էլի, բայց ոչ, սիրելի հետևորդներ ջան, առողջությունը ընդեղ հետևից ֆոնին թասի մեջ միս եմ հանել, այսօր մսի հետ պետք է աշխատեմ, են ճակերտավորներ, չասեք կուխնի ունեցալ, էլի թափածա, սենց բաներ, ես իմ տանն եմ ձեր տանը չեմ, առողջությունը այդ տենց բանա, որ փայփայել է, պետք փոքր երեխուն ոնց ենք գուրգուրում, ուշադիրելնեմ, որ ես որ հիշում եմ իմ Ալեքսին ոնց եմ պահել, են չգիտեմ էլի կողքին ոնց բացատրեմ, կողքից այն կողմ չեմ գնացել, այս պահին չգիտեմ ինչի այդ մտքովս ընկավ ու դե որ Ալեքս ջան գնային մի սենյակ ու չգիտեմ ինչի Չգիտեմ ինչի հիշեցի եմ, պահը դե շատերիտ եմ չէ ասել, որ Ալեքսը երբ որ ծնվել է, վերջը շատ էսկոմ ենկամ ու երբ որ առաջ անգամ իմ ու իրա հանդիպումն եղավ, իմ հետ դե միշտ մաման էր գալի, Միկան էր գալի, Ալայանք էին գալի, վերջը միշտ ես ստեղ որ պարկած էի, ընդեղ Ալայանք էին տիրություն անում, մամաս էր գնում գալի մի խոսքով Երբ որ արդեն ես ի վիճակի էի, որ գնայի, մեր հանդիպումը կայանար, ուրեմն այդ բուժաշխատողը ու պետքա մի հոգու դե թողային, ես հենց Նիկային նայում եմ, ասում եմ, ես եմ գնում, թե դու ասում պարզ չի, որ դու, երբ որ գնացել էի, ես չեմ էլ հիշում, լավ էլ հիշում եմ, ուղղակի դե չեմ ուսում բարձրացայինը, հետո ինձ ալան ասմա աշխատողը դուս եկավ ասավ, ձեր հարսից այսօր հույս չունենաք, որ դուս կգա, մի խոսքով այդ հենց փայփայում էի, գուրգուրում էի ու սիրելի հետևորդներ ջան, Ալեքս, կամանց, ու սիրելիներ ջան, Այ այդ ձևով ինչ եմ ուզում ասեմ, ոնց մերը կարոտած իր երեխուն կփայփայի, չէ,
Այդ ձևով փայփայեք ձեր առողջությունը, ասած մեր մեծերին քանի ջահել եք, որովհետև երբ որ ես ինձ հիշեմ 20 տարի առաջ ու հիմի դոյի պոսլի ոտքերը ձևի չէին, կարճ ու կոնկրետ ասեմ ու անցնեմ առաջ։ Դրա համար գոնե հիմա այո ջանը շատ ցավում եմ, շատ չափից շատ, որ այսքան հողերը ինչա որ ժամանակին չէ որ արել եմ, հմիել եմ ուզում անեմ, բայց այն որ ի վիճակի չես, անելը կանես, հետևանքներն է շատ ծանր ու դժվար, շատ դժվար, որովհետև ամեն մարդ ինքնա իր կաշվի վրա զգում չէ, ոտքը ոնց կցավա Աստված չանի կամ մարմնի մի ուրիշ մասը ոնց կցավա, սիրելի հետևորդներ ջան։ Դրա համար պահեք, փայփայեք, այսենց չգիտեմ ուրիշ գորովանքով վերաբերվեք ձեր առողջությունը, որովհետև առողջությունից թանկ բան մեկ էլի ձեր առողջությունն է։ Մի խոսքով կարևոր խալիներս լվացել եմ, շնորհակալ եմ։ Ստեղ Ալեքսին ասում եմ, որ չի կարելի մի խոսքով խոսակցությունը չեմ ուզում լսվի, ուրախանում եմ, որ իրանք շփվում են իրար հետ, այդ է դրա համար էր էլի Ալեքսը, սենց ոգևորված, հեռախոս, հա հեռախոս ու իմ համար շատ լավ է, որ իմ երեխեն ավելի շատ շփվում է, կապ չունի իմ բարեկամների հետ, իր բարեկամների հետ, իր պապայի, կարևորը շփումը կյանքում շատ չափից շատ լավ բան է, սիրելի հետևորդներ ջան, համենայն դեպս իմ համար, այնպես որ այսօր մի դժվար գործից ես ինձ համարում եմ պրծած, տրամադրված վեր է եկացել, որ ննջարանի լուսամուտներից սկսեմ մաքրելը, որովհետև դե մաքրությունն է ուզում, այն էլ այդ ինչ խայտարակ սելավ եկավ, ամբողջ գիշեր սելավ է եկել, անդադար, էլ չասեմ, որ ուրիշ տեղեր էլ կարկուտ, իմացա, որ Գյումրիում այսենց մեծ կարկուտներ ա եկել, սենց շորտով նստել, ասում եք էլի բա մարդիկ, պատկերացնում եմ խեղճ գյուղացիների վիճակը, ովքեր որ ցանքս են անում, որ ինչ անեն, իրանց ապրելակերպն էլ ցանքս անել, վաճառել, մշակել և արդյունքից օգտվելն է։ Բայց այդ կարկուտի շերտը որ տեսա չէ, վայ, չկար նման բան։ Հիմա, սիրելիներ ջան, այսօր սառնալից միս եմ հանել, միս պետք է մշակեմ, հասկանամ, որը ինչ եմ անում, որով ինչ եմ պատրաստում, հետո կարակ է պատվիրել, ասում էի չէ, որ ընկերուհիս բերում եմ, ասում է բերում են համ իրա համար, համ իմ համար, նախորդ 5 կիլոն վերցրի, այս մյուսը չէի վերցրել, երեկվանից պետք է գնամ բերեմ, այն էլ մի սելավ, մի եսիմ թե ինչ, ու ես մնացի առանց կարաքի, այսօր եմ եսա գնալու եմ, վերցնեմ ու գամ, ու կարաքի հոգսից էլ պրծնենք, այդքան բան, սիրելիներ ջան, ես իմ կոֆեն խմեցի, վստահ եմ դուք ելքերը, առավոտվա կոֆեն շատ համով բանամ, ու այսօր ուզում եմ, որ բուրդնել քանդեմ կամած, ինչ լավ բանա, վաննա ունենալը, վաննայի մեջ կթողամ, գոնե 2-3 անգամ, ինչքան ես վստահ եմ, գիտեմ, իմ բրդերս մաքուր է, ուղղակի ուզում ես փոփոլիկացնես, թարմացնես,
տաքացնես, բայց թե բուրթեն ձևի բանա, որ մի ջուր է լվաս, 10 ջուր է լվաս, իրան միշտ կլվաս, որովհետև ճեպ ջերմակ չի, ճիշտ այն մուկ բրթերից էլ չի, բայց թե գոնե մի 3 ջուր լվանալը հաստատ ուզում եմ, դրա համար այսօր էլ որ բրթի հետևից ընկնեմ, առավոտից սելաֆեր էլի, դրա համար թողի կեսօրն անցա, որ ձեզ միացել եմ, իմ կոֆեն ձեր հետ խմել եմ, առավոտը, այս ամառն չի եմ շատ սիրում, համ իրիկունն ես թարմանում, համ առավոտն ես թարմանում, բայց վատը նայա, որ Ալեքսին չեմ կարում սովորացնեմ, ասում եմ ամենալողացել եմ էլի, ասում եմ Ալեքս, պետք է և առավոտը և իրիկունը, քանի դեռ ամառ է, ձմեռը այդ հաճույքը ցավոք սրտի չես կարում ունենաս, ինչքան ուզում է փառք Աստծու, լավ բաղնիկ արդեն ունենք, բայց թե մի տեսակ ուրիշ է, էլի ամառն ու ձմեռը դե պարզ է, ուրիշ է, իսկ այ Ռուսաստանում մերոնց տունը տաք, լավը, ուզում ես մի անգամ, ուզում ես 11 անգամ, ոչ կմրսես, էլ ընդհակառակ դուր պատուհան բաց ես թողում։ Մի խոսքով, սիրելիներ ջան, վեր կենամ ու որտեղ ես դեպի վերևի թաղերը, գնամ կարագի հետևից, այդ մի հարցներ մի կուր կտրեմ, ճիշտ է դեռ անցած տարվանից ունեմ, բայց թե այդ նրանից է, որ խմորեղեններս քչացրել եմ, վերջը գիտեք, չեմ հալում, հալելու ընթացքում այդ քապ կոչվածը կարա շատ լինի, կարա քիչ լինի, դրա համար չեմ հալում, չգիտեմ, սենց ճաշերի մեջ կտորով օգտագործում եմ ու ավելի ինձ թվում է լավ ու հարմար ալնում, չգիտեմ, սիրելիներ ջան, գնամ գամ ու այս մսով զբաղվեմ, կամ թե չեմ մի հատ հանեմ, եկեք տոպրակից, այ մամա ջան, մեջքս ցավում է մի քիչ, դե որ չցավար շատ կզարմանայի, ախեք Երևան գնալուց առաջ հաց է իմ առավիլ կադրել, ես չեմ սիրում, որ հացը թափում եմ, շատ իմ համար դժվար է, էլի ծանր բան է, հացը այնքան սուրբ է, որ ոնց կարաս հացը թափես, դրա համար հա, լվացարանս տեսա հիշեցի, ինձ ներողություն, որ անուն չեմ հիշում, ինձ մի հետևորդ էր գրել, ասում էր Անա այդ լվացարանից գոհ ես, լաքեք չի թողում իրա վրա, սիրելի հետևորդներ ջան, ոչ մի հատ լաքա, ոչ մի ավելան, չկա, այնքան լավն է, այնքան գոհ եմ, ամեն անգամ, որ ասում եմ Տեր Աստված, նյուժելի ստացվեց, նյուժելի սենց լավ ամեն ինչ, շնորհակալ եմ քեզ Տեր Աստված, ոնց կարաս քանը չասես, ես ինչ գիտեմ, այս սենց բաներ, հիմա տոպրակներից հանեմ, այսօրվա աղբներ ես թափեմ, քանի գնում եմ, եղեքները, այսինչ այն բիզնես եմ ես առել, շուտ, երբ որ ռեմոնտ էի անում այդ ժամանակ Վանաձոր էի գնացել, ու սենց լավ միս եմ առել, ձեռքիցս բայց սաղում է, մաներված կորի կտորները, սիրված հանենք վրայից, այս,
լավազներ հանեմ։ Որը կաղամ, որն է մի սուտ մի բան կեփեմ։ Չեկա, հանդրգամ այդ մանր ոսկորները, որ շրվածներ են մնմա չէ, չեմ սիրում, օրինակ, այս ձևի միսը, ելի հետևորդներ ջան, սա աղալիչի, կամ ավելի ճիշտ ես չեմ աղա, որովհետև տեսեք իրա փառերը շատ է, կամ պետքա դնես հանես, կամ էլ ես սա կմշակեմ, ու օրինակի համար մի հատ բորշ կեփեմ, կամ սոուս կեփեմ, բայց երևի թե բորշ կեփեմ։ Տավալի միսը միշտ էլ թանկ է, այս ամառվա կողմ ավելի թանկ է։ Լավ արնում, որ սարցախցիկ ու մոտ ունենում ես։ Պետքի դեպքում հանում օգտագործում։ Ես գնացի, դրսում երևի թե չենք հանդիպի, որովհետև ուզում եմ արագ գնամ ու գամ զբաղվեմ համ բրդով, գոնե մինչև իրիկում, որ մի հատ ջուրը փոխեմ, մի հատ էլ առավոտը, մի հատ էլ կեսօրին, հետո կդնեմ կքանդի, տենց եմ ուզում անեմ, որովհետև օրերը թրջում են գնում, իսկ ես 100 հատ տեղում եմ գնալու, ժամանակը ինձ չի սպասում։ Սիրելիներ ջան, վսյա, կոկիկ, մաքուր, աստված ջան, շնորհակալ եմ քեզ։ Ինչքան ուզում ձեզ ասեմ առողջություն խնայեք, ես կողմ են կողմ, միևնույնն է, ծանր գնացել եմ բերել, ինչև է, հետո էլ հայկական սուրբ հացն եմ առել, լավաշ, համ գնում էի, համ ճամփին ինգայի հետ զրուցում ու սենց վախեցած ասում եմ, վայ, Ալեքսին թողում ես տանը, ասում եմ պատկերացրու Ալեքսն այնքան է մեծացել, որ այո, թողում եմ տանը, ինքը իմ մեծ բան են ու գիտեք չէ, սիրելիներ ջան, ես ակարակս հանեմ, հետո ասեմ, տանը ես մի քանի լավաշներ տաս, բայց թե ասի, ես էլ առնեմ, որ այդ տանից դուրս չգամ, տան գործեր են եղնեմ,
աթով տանեմ վերև, անձրև աթե, անձրև չի, սենյակի պատուհանը ուզում եմ շրթեմ։ Այս հլա այս, սիրոն ես, այն առաջ, այս գնաց դուստեղ, հիմա եկեք, կարակս ծես ծույց տամ, դեղին, զլզլան, օպալա, լավ կարակ հա, ես արդեն նվալո կգնա, ու ինչ էի ուզում ես ձեզ ասեմ, չեմ հիշի, ինչ-որ թե բանի մասին էի ուզում ձեր հետ խոսամ, հա, Ալեքսին տանը մենակ թողալու թեմայի մասին էի ուզում ձեր հետ խոսամ, սիրելի հետևորդներ ջան, ոնց եղավ, որ թողում եմ արդեն մենակ, հիշում եք դուք էլ էիք ինչ շատ ասում թողեք, ինչքան շատ թողաս, ինչքան շուտ ինքնուրույն կդառնա, հավատացեք, որ ճիշտ էիք, բայց թողալուց առաջ ես իրան փորձել եմ, հիմի ասեք ոնց, այսօր էլ տնից դուրս գալուց, ասի Ալեքս ջան, դրսում նես տոթա, այդ խոնավը տալիս ա ու սենց սպանում ա ինձ, տնից դուրս գալուց, ասի Ալեքս, ով ուզում ա մեր տուն գա, չթողած մտնի մեր տուն, ես վստահ եմ, որ ինքը չի թողալու, չէ Ազիզ, չես թողալու, որովհետև առաջին փորձը, որ ես արել եմ, հարևանիս ուղարկել եմ, ու չեր թողելու, էնել են հարևանին, որ ավելի հաճախ ենք էլի տեսնվում, ասել էր մինչև իմ մաման չգա, դու չգաս, ու արդեն հասկացա, որ վսյո, ընտիրա երեխի մոտ ասաց ես լավ նստված կատվել, դրա համար սենց հավեսով թողում եմ իրան, պետք դեպքըմ իհարկե, ու գնում եմ, ու խայ, ստեղ գիտեք ինչ եմ սարքել, ակրոշկա, սրտիկներս, եկեք, վայելենք, Մամա, որ նայքի չապան ապրասման ինձ այս ու կազմս, այս ենց համով, այս անեմ կարակս տեղավորեմ, հետո գնանք բուրդը թրջելուն, ձեզ էլ եմ մասնակից անելու, վարում ես տեղի լույսը, վայ ժողովուրդ, որ իմանաք ես ինչ եկավ մեզ գլխին ու արևին, ես ինչերի մեջ ընկանք, էլ ոչ միս աչկս գալի որ կտրեմ, բայց ու կտրելու եմ չի մնալու, որոշել էի, որ վախտենս է չեմ խմել տեսակ, որոշել էի, որ կոֆե չխմեմ, բայց ոնց կարամ չխմեմ, էնել ըսքան գործից դենը, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այս ամի հատ սուր բերում եմ, համ կոֆե խմեմ, մեկ այս ջրի ձենը իմ վրա էլ ազդում գիտեք չէ, բայց թե որ հիշում եմ առանց ջրի էլ կյանք չկա, ասում եմ լավ էլի անայք, խի չես դու սիրում ջրի ձենը, հեչ կիմանաք, թե ինչ է լավ, հելա ասեք տենամ կգուշակեք, ինչ եղավ այս ընթացքում, շորերը փոխել ենք, մազերս պոչից էլ հասկանում եք, չէ, որ թրջվել եմ, թրջված մուկ ենք դարել, կոշիկով, են եղունգներից հետ թրջվել ենք, ջրվել, եթե չհիվանդանանք, փառք Հիսուսին, որ չհիվանդանանք, Տեր Աստված, այդ ոնց ենք մենք ջրվել, ու ես վախում էի, որ տաքսին մեզ չի բերի, բայց եթե շատ ես քիչ եմ տաքսի նստում, ինձ թվում արդեն գիտեք իմ բնավորությունը, ոտքով քայլելու կողմնակիցն է, եթե նստում եմ, մաքսիմում 2 սերվիզից եմ օգտվում, որովհետև հաճելի չէ էլի, որ
սաղը խոսքի քուտան տեղը իմանան։ Մի խոսքով մանրունքներ կան, որ ոչ ինձ ա դուր գալի, ոչ առավել ևս Նիկային։ Ու զանգել եմ, սենց մտածում եմ, էլի ասում եմ, «Ժապ, մեզ կթողա նստենք տաքսի, որովհետև ջրի մեջ կորել ենք»։ Այսինքն մզես կմզել հետո ենք ընկել։ Ես իմ համար, իմ քեֆին, իմ մունաթին, տանս նստած, ով իմ հետևից ընկավ ասավ, չէ, այ աղջի վեր կաց ու գնա։ Բայց իրոք հետևից ես ընկնող ելավ։ Մեկ էլ տենամ, այս Նիկան զանգեց, ինչ կա, ոնց եք, ինչ եք։ Ասում ամսի մեկը անցավ, խիչ ես երեխին տանեմ կարուսել։ Ասում եմ, այ Նիկա, այսօր ուզում եմ տանից դուրս չգամ։ Ասում եմ, չէ, դու տանը ինչքան մնաս, ինչքան շատ գործ ես անելու դու սարի տանից։ Դու սարի։ Մամա, ես iPhone-ից։ Հանդարտի։ iPhone-ից։ Ասում եմ, դու սարի ու գնա խմեմ էլի սրան ժամը 1000-նա չեմ խմել, ինձանից ինչ դեղցը խմող այ ձեր ցավը տանեմ, հետ էլ միամիտ հիշեցին։ Վերջը, ասմա դու սարի գնա, դե որ ռազ ամուսինդ ասում, դուս տես կա գնաս, ասում եմ մթնդած ա բան, մի կողմից էլ ուրախացա, ասի արևի կադրը չի վառի բան, սիրում կնկարեմ ու այ ոնց ենք մեզ տիպում թե մի դեղը պետք է մի բաժակ ջրով խմենք, գիտեք? Բայց դժվար ա գնում։ Ուրեմն ասում եմ այ Նիկա, ոնց որ սիրտս չբոթեր էլի։ Չէ, ասում եմ, դու տանից դու սարի, դու ինչքան մնացիր տանը, էլի խալիներդ կհվարվես գլխիդ ու կսկսես լվալ։ Տոնով ասի։ Ուրիշները մարդուն են խնդրում մեր մոտ էլ այս պահը հակառակա, որ ասում եմ վերանը, ինչ անեմ։ Վերցացա, սրտակտորից ձեռը բռնեցի, այդ մի քիչ փոխաբերական եմ էլի ասում, գնացինք, շատ գնացինք, թե քիչ գնացինք, հասանք Սատ, թե որ հասել ենք Սատ, բայց էդ էլ հոգ հիշվի, իրոք, Ալեքսին, ես որոշել էի, բայ տես սրանից հետ էի արնի, են էլ կտահանվեցի, հա, մի խոսքով, մեկը մեկի հետ չխառնեմ, էլի ոնց ես սիրում եմ անել, ժողովուրդ գլուխը սիրոք ցավում ա, որովհետև այն ինչ կա, վախ կոֆե ջան, Կոֆե ուր չփափվի, դա վերջ չփափեց, ես ինչ է շուտ է փեց, վախ կանեն, շուտ ա էփն, վախ դեր կա, Ալեքս թող հանդարտ, Էդ ասիրուններիս ասեմ, գնացինք Սատ, տոմսառը, լավարի, սկզբի համար 3 ձևի տոմսառը։ Ես ինքս որոշել էի, որ այդ անիվը նստեմ, կալիսոն, շատ սիրում եմ, շատ։ Ալեքսին էլ եմ, որ ինքը չասեր էլ, ես գիտեմ, որ ինքը են ձիուկներին ա շատ սիրում։ Շատ սիրեց ես։ Մեկ էլ ամերիկանսկի գոնկի նստելն էլ մեր Քրիստինեից ինձ մնաց, առաջի անգամ իրա հետ ենք նստել, մանում են, վայ, էդ ինչ հավեսեր, էդ ինչ ադրենալիներ, ստեղ խուճուճ-մուճուճները շատ ա, մանումենտին ովքեր նստել են, գիտեք չէ ինչ եմ ասում սիրելի հետևորդներ ջան։ Ասի մեկ էլ էդ, ընդեղից են կոմել, երեխեն, թե մի ավտոդրոմ կուզի, թե ես չգիտեմ, ընդեղ վերտալյոտներ կա, ինչ կուզեր կնստեր։ Ալեքսի շալվարը, ջրի մեջ կորած, էս էլ ա մանուշակից նվերը, ջրի մեջ կորած, կորել ենք ջրի մեջ, թրջվել, թափախվել, ու չես իմանում, թե ինչ դարել, եկել ենք տուն ու ձմեռային շորեր ողքել, այ աստվածի,
Էտա սիրուններիս ասեմ, սիրելի հետևորդներ ջան, այ մերա ջան, առանք, այդ երեքն առանք, թե իմ խելքն ասեմ, ուզում էի, որպես որ կալիսո սիրող, ասի սկզբից կալիսոն նստենք, հետո էլ ինչ կլինի, այ որ սկզբից այդ չնստենք ու ամերիկանսկի գոնքին նստենք, այդքան բան չլինի։ Նստեցինք, վայելեցինք, հաճելի սիրուն հովվեսով նկարահանեցի, էջումս կակը տեսնեք։ Դրանից հետո կատարվեց ամենասորսողների ամցիցոսոկանի համջղայնությունս, նստինք, կես րոպե գնացինք, մեկ է մի հատ կտ, ասի վայ աստված ջան, ու ամեն որտեղ որ նստում ենք, տևողությունը հարցնում եմ, ոնց որ սիրում եմ էլի, հարց փորձ անեմ։ Այդ տեղի աշխատողը պապի էր մի հատ, ասի ինչքան է պապի ջան, ասավ 3 րոպե, ասի աստված ջան հայ, 3 րոպե միշտ կարալնի, որ կես րոպե հետո կատավեց ասպասելի։ Մի ես վախիք ծեն չեմ անում, որ Ալեքսես չդացի, խելոք, մնայդ ինչ ես, դու նայեմ YouTube Բագիսքը տոստի կարդա, որ դու ես կարդացել եմ, գիտես քանի գիրք եմ կարդացել։ Դու ես կարդացել։ Գիտես քանի գիրք եմ կարդացել, շունիկ։ Երևի։ Էտա, կարկտահարվել եմ իրոք կարգի։ Ալեքս։ Երևի։ Այն ոնց են կարկտահարվել, վախեցել, որովհետև սարսափելի ձևով կարկուտ եկավ ու տևեց 2.5 րոպե։ Ժողովուրդ ահավոր էր, ահավոր։ Ու մեր նման գժեր էլի կային, որ ջրվեցին։ Այդ թե ինչ էր։ Խայտարակություն։ Ահավոր էր, ահավոր։ Մամա, ալո, Հաճա։ էդ եմ ուզում կարուսելի գնանք։ Որ ջրվենք։ Հարի գնանք։ Խառնվել ա իրար, այս պարոնը, մամա ջան, մենք մնացինք ստեղ մամա ջան։ Վայ պանիկյոր Ալեքս, ուրեմն նենց ինչ փոթացրեց Ալեքսը, ես գնալ ու զոնտիկ էի վեր կանել, մոռացել էի զոնտիկս բացեմ, պատկերացնում եք, մոռացել էի զոնտիկս բացեմ, Տեր Աստված, այդ պապին ասում եմ, այ պապի ջան, գոնե կկանգնացնեիք, ասավ չեր էլնի, էլ չերկարացրի էլի, հետո որ գնացինք Ալեքսեցին ստեր մինչև տաքսին գար, դյուկարկը չոր էր, բայց ինքը թաց էր, այդ աղջիկն ասավ, եթե ասում եմ չեր էլնի, որ կանգներ, ասում եթե կանգներ, գծերից կնգներ, չի կարելի դրակոնին ձեր տալը, բան, ժողովուրդ, այդ տենց բաներ։ Այդը գծերից ինչ կրնի։ Գծերից կնգներ, մենք ջարդուխուրդ կգնեինք, Ալեքս ջան։ Ուզեներ գնենք Դուբայ։ Դուբայ, խելոք մնա պապան կլսի կջղայնան։ Չի ջանանա։ Կջղայնան։ Ուզեներ գտայի Դուբայ ակստան։ Չէ։ Ես ուզում եմ։ Իսկ ուզեներ գտայի Եգիպտոս ակստան։ Իմ տանից լավ Դուբայ չկա, ես իմ տունն եմ ուզում։ Ես ուզենաց գնալ Դուբայ։ Ալեքս պապան կջղայնան ախերուկ մնա։ Նենց էլ բան էր ասում, սկի ես չեմ ասում Դուբայ ինքն ասում։
Ով է։ Վայ, ողոց։ Կարկուտ, վայ, սենց Կուզենայի գնայք Եգիպտոս։ Քո գլուխը չի ցավ։ Կուզենայի գնայք Եգիպտոս։ Չէ, Ինչի։ որովհետև գիտեմ պապան չի թողա։ Իսկ կուզենայի գնայք Եգիպտոս։ Нет։ Բա։ Քո գլուխը չի ցավ, ախպեր։ Չէ։ Հա, ինչ լավ է։ Ինչ լավ է։ Զգմեր էլի, հիշում եք, որ ձեզ ասում էի գնամ դոշակս քանդեմ, թող արդեն խոսամ, Իսկ հա։ կուզենայի գնայք։ Թող արդեն, Հա։ Ալեքս, հա, всё։ Հա։ Եվ իմ դեղից տեղ ինքն էլ էր էլի զգացել, որ երեկ մեկ, այսօր արդեն դոշակ, չհասցրի դոշակին, հմիր էլ օծով էլ ծեցեն այսօր դոշակից ծեր տվող չեմ։ Վայ Տեր Աստված, տենց անձրև վիտող ես չեմ իշում մեկ է երբեմն գե։ Մի խոսքով հանավշիդակը մի կուր, սիրուններս, այս մազերս կարողա բերեք կանդեմ էլի, սլա սաղ թացա, սաղ, կանդացել չեմ սիրուն, ես կենամ ժամը 5:06 կլնի, չգիտեմ էլ ժամը քանիսն է, դա դուր տենամ քանիսն է, 4-ն է, ես կենամ, տենամ ինչ եմ անում, ինչ եմ էփելու, չեմ ուզում ոչ դոշակ, ոչ մոշակ, ոչ խանութ, ոչ մի տեղ, ասում եմ հավեսով դուս կամ գնամ ֆրֆռամ, հետ գալուց էլ մի երկու միրգ կառնեմ կգամ տուն, տեսեք են միրգ կառնողը ես չեմ ու տուն է կողով, բերին, ոչ թե եկանք, ով է, այդ տենց բաներ, սիրուններ, ջան ու ջան, մի խոսքով կատակ-մատակ սաղ մի կուր, ես գնամ իմ գործերով դուք էլ ձեր ու հլատենամ ես որտեղ ենք հանդիպելու։